Սկսեցինք։ Ողջույն բոլորին։ Սիրելի հետևորդներ, եղանակն արդեն իսկ տրամադրող է ու եթե գարունը արևը տվել է դրսում արդեն գործ անելու է այգում, նշանակում է, որ պիտի բանջար քաղենք ու բանջար ուտենք, բայց ես մի քիչ ուշացել եմ, որովհետև առանց մարտ ամիսը մտնել լիքը մեր տարածքում տեղեր կան, որ բանջարը արդեն երևում, կարող ենք քաղել հողից շատ քիչ դուրս եկած, այսպես կարմիր, ամենահամով բանջարն է իմիջայլոց, բայց քանի որ գործերս խառնա ու օրվա մեծ մասը տանը չեմ հասցրել հավաքեմ, այսօր կիրակի է, գործերս բրծա, տեղացարի տանը, տանձերով տվի, են միծերով դուրս եկա, այսցի լավ, երեխաներս էլ են սիրում, քանի որ օր էլ դեռ կա, դեռ լույս է, դուրս գամ մի էփել ու բանջար հավաքեմ։ Ովքեր բանջարը չգիտեն ինչա ասեմ, դա եղինջն է։ Դե ինչ ասեմ, հավաքենք, շատերդ էլ գիտեք, որ բոլորս էլ գիտենք, որ շատ առողջ արար է ու իհարկե նաև ճնշում բարձրացնող, այդ մի վատ կողմն էլ ունի, բայց հələ այս յասամանի ճյուղի, հələ բողբոջ էլ արդեն։ Ու մի խոսքով, եթե մի քիչ շատանում ու հավաքում ենք, սարցախցիկ էլ ենք դնում, հիմա դեռ այնքան չկա, որ հավաքենք սարցախցիկի համար։ Դե ինչ, հավաքենք։ Սիրելի հետևորդներ, հիշում եմ, այն վաղտ բանջարը չորացնում էին։ Հիմա դե հնարավորությունները շատ են, սարցախցիկ ունեն բոլորին, եթե ոչ բոլորին, ամեն երկրորդին ունի։ Այն ժամանակ չկար այդ այն հին սառնարաններն էր, որ մի տոպրակ մսի խոլոդուներ ընդամենը, այն էլ որ մի քիչ միացված մնում էր, այնքան սառչում էր, դրան էլ չէր տեղ մնում, ամբողջությամբ սառույց փակում էր։ Հիմա այն ժամանակ չորացնում էին, հիշում եմ, ոչ միայն ուտելու համար էին չորացնում, այլ նաև խոզերին կերսարկելու համար։ Կտրատում լիքը քաղում էին, իհարկե ոչ էս փոքր ժամանակ էլի, մեծ վաղտ, որ արդեն թզից մի թիզու էր երկար, 25-30 սանտիմ կամ ավելի շատ երկար, այլ բոյով վիճակում քաղում էին ու կտորում կացինով, կոճղի վրա, քյոթուկի վրա կացինով կտրատում էին, փռում մեշոկների վրա, արևի տակ կամ ավելի շատ ստվերոտ տեղ, որպեսզի կանաչ սիրուն չորանա ու այդպես չորացնում լցնում էին մեշոկները տանիքում կամ պատվալում պահում էին ձմեռվա համար, որ խոզերին այդպես կերտան, բայց չորացրածը ինչքան էլ լավ չորացնես ու լավ եփես, միևնույն է, այս թարմի համը չի ունենում, մի հատ անդուր համ ունի, որ չնայած հիմա շատերը կասեն շատ էլ համով էր, շատ էլ լավն էր, բայց դե հո թարմին չի հասնի։ Այ մի քիչ էլ նստած քաղեմ, այնքան ֆիզիկական այս տիպի աշխատանքնի չեն կարել, որ հոգնում ենք, նորա ֆիզիկականի վաղտը, չնայած այդ ասաղ ծմեր գյոմի գործը հլե բոլա, բայց այգունը որոշել եմ այս տարի այստեղ սիրուն այգի մշակեմ, այս փոքր տեղը, որ ասեմ ամբողջությամբ կարանք վարենք, ցանենք ու մշակենք, չենք կարա, իհարկե այն քննադատ հետևորդներս կասեն, բա չափարը մնա առանց ցանել, եթե առավոտից իրիկուն աշխատանքի տեղն ենք, մի շաբաթ կիրակի ենք տանը, այն էլ չգիտենք, որ մի գործն անենք, խիչ կարելի որ։ Բայց մի փոքր էստեղ կանենք, իմ կանաչ ու իմ վարունգ պամիդորի մեկը արդեն կլիման ստեղել է փոխվել, մեր երեխա ժամանակ հիշում եմ, վարունգ լոլիկ չէր լինում, կամ չէին անում, չէր լինում, կլիման շատ է փոխվել, անձրևային էր, առավոտից իրիկուն, այսքան տաք չէր անում, շոգ չէր լինում, արև չէինք տենում, իսկ հիմա ինչ էլ ցանում ես,
դուրս է գալի։ Իհարկե ոչ են մեր ներքևի գյուղերի նման, որովհետև այնտեղ հողերը շատ բերքատու են, ինչ ցանում են, իսկապես որ դուրս է գալի։ Մեր մոտ մի ժամանակ ասում էին մենակ կարտոշկա է դուրս գալի, բայց հիմա դա իհարկե այդպես ասելով էլ մնացել է։ Նավրեցունց կորտոպուտող նավրեցի են, չէ ասում, այդ իզուր չեն էլի ասում, մենակ կորտոպ հաճել, դրա համար են այդպես ասում։ Դեռ միջև հիմա էլ ասում են, բայց կաղամբ, վարունգ, լոլիկ, կանաչեղեն, ցանկացած տեսակի բրոկոլ են ցանում, բողկ, բոլոկ։ Մի խոսքով ով աշխատի նա կուտի։ Առանց ցանել ոչ մեկինս բերք չի տա, ոչ մեկինս դուրս չի գա։ Սոխ, սխտոր, ընտիր սոխ ու սխտոր ա լինում։ Սխտորն ա մի քիչ բզիկավոր, եղանակը պիտի լավը լինի, բայց դե էլի որ մշակում են հաստատ առնելուց բրծնում են էլի։ Մի քիչ էլ որ քաղեմ է, մի եփելու կհավաքեմ արդեն, բայց թե քանի ջուր պիտի լվանանք այս գարնանը սկզբի բանջարները, դե որ հողի մեջից դուրս եկած է, ամբողջությամբ հողա հիմնականում մաքրելիս այսպես ենք մաքրում, այսքան էլ մաքրում եմ, բայց էլի հետը գնացել է, որ հնարավորինս հողը քիչ գնա, որ լվանալիս հեշտ լինենք։ Այս մի ձեռնոցը հերիք էր, այս մեկով նեղվում էի դանակը բռնելուց, այստեղ էլ կա հրեսին, լավ ես էլ նստած անեմ ու վեր կենամ։ Այնքան թունդ հոտ ունի ժողովուրդ, ինձ թվում է իմ այդ անելուց դուք էլ հասկացաք, որ բայց այնքան անուշաբուրում, որ համ խեղտում է, համ էլ, չգիտեմ, դե սրա հոտն է, թե մնացած կանաչիների, քանի որ գարուն է, այս ծառերի բողբոջների, մնացած մոլախոտերի հոտը ամբողջը մի քիչ էլ քամի է, քամին ամբողջը այսպես օդում պտտացնում է։ Մենք էլ շնչում ենք։ Ոայե, ոայե։ Ամենալավ բանջարնին է ես չափարի տակերին, որ զոռով է երևում, դրանք են։ Այն որ շատ քիչ է խոտերի տակից հազիվ նշմարված, բայց մի եփելու հազիվ հավաքած։ Այ ես էտ այ, լսել եք չէ, այդ բանաստեղծությունը։ Մեր բանաստեղծությունը, որ քույրիկս գրել է, ես կարդացել եմ, այ այդ բանաստեղծության մեջ կասա։ Կարոտ մի մնա։ Համի կարոտ մի մնալ, եկեք։ Ափսոս այս բանջարնեսա կմեծանա, կդախանա, կչորանա, ոչ ուտող կլի, ոչ քաղող կլի, ձեր աչքն էլ վրեն կմնա։ Քանի գործ եմ անում, հիշեցնեմ էլի մեր ալիքների մասին։ Սիրելի հետևորդներ, ում դուր են գալիս մեր հոլովակները, բայց դեռ բաժանորդագրված չեն մեր ալիքներին, ուղղակի մտնում նայում են, շատ օգնած կլինեք, եթե բաժանորդագրվեք, միևնույնն է նայում եք, մի կոճակ այլի սեղմեք, պատպիսացա կոճակը սեղմեք, դարձեք մեր հավատարիմ հետևորդը, հետևորդների թիվը աճի, ալիքը մեծանա, մեր Շամշադինյանը ամբողջ աշխարհով մեկ տարածվի, իմ ալիքում արդեն 100,000-ին ենք մոտենում, կարոտի թևին ալիքում արդեն այն սահմանները, որ իսկական ալիք պիտի դառնա, համարյա թե անցնում ենք, եթե իհարկե բաժանորդագրվեք ու նայեք հոլովակները, ավելի շուտ կհասնենք մեր ուզածին, հիմնականում այնտեղի ինչ որ կարդում եմ, հիմնականում չէ, այդպես էլ կա, քույրիկս ա գրում, ով ապրում է Մոսկվայում, ինքն էլ ձեր նման կարոտով, հիշելով, ինձ այնտեղից ռեգլիրով կանիլով, այդպես հոլովակներ ենք նկարում ու ներկայացնում ձեզ։ Բաժանորդագրվեք կարոտի թևին ալիքին, բաժանորդագրվեք հրաչիս ալիքին, как живется в Шамшадине, ու այս հոլովակի ներքևում ապիսանյա բաժնում կգտնեք 3 ալիքների, այսինքն իմը արդեն կա 2 ալիքների հղումը, որին կարող եք միանալ ու ձեր օրը անցկացնել մեր հետ, մեր Շամշադինում, այսպես ասած։ Երևի թե մի եփելու հավաքեցի, քանի դեռ չի մտնել օրվա երեկոյի գործերն սկսել, տանեմ, սա շուշուտ
լվանամ, եփեմ, որ մեկ էլ դուրս գամ մնացած գործերի հետևից։ Ոյե, մեջքս կոտրեց։ Պլանը համար ենք կատարված, մի եփելու բանջար։ Այ, շոքից մեռա, լա տեսեք ինչքան լավն է, մեր բնությունը դեռ տկլոր է, հեսա որ ծառերը կանաչ են, դաշտերը կանաչ են, շատ սիրուն է լինելու։ Այս տարի ավելի ակտիվ ցույց կտամ դες մեր հանդուչոլը, ամեն մի անկյունը, որով որ դուք ձեր կարոտն առնում եք։ Լավ, ես գնամ երկար խոսացի, մի լավ լվանամ այս բանջարը ու էփենք իրար հետ ուտենք։ Անցնենք աշխատանքի հաջորդ փուլին ու արագ ինչքան հնարավոր է։ Վայ։ Արևից խամացել ենք։ Մի քանի րոպե գլխիս տվեց, ոնց որ հարբածել եմ։ Նախ եւ առաջ ես այդպես եմ պատրաստում։ Ջուր եմ դնում կրակին։ Լիքը մարդիկ գիտեն, որ միանգամից սոխառած են պատրաստում ու նոր ջուր են լցնում, սկսում մնացածն ավելացնել։ Ես վերջում եմ ձեթն ավելացնում։ Դե շատ համով է լինում իհարկե կարագով, կանաչեղեն ընդհանրապես, բայց քանի որ ես սպաս եմ պահում, կարագ չենք ավելացնի, վերջում էլ ձու չենք ավելացնի։ Կամ ինձ համար մի բաժին կվերցնեմ ու մնացածի վրա ձուկ ավելացնեմ։ Այս ջուրը կարելի է սա փակել։ Սա լցնել էստեղ, ջուրը վրան բացել, մինչև են մի լավ կթրջվի, ես անցնեմ, սա թող էստեղ մնա, կարտոֆիլը մաքրելուն, որովհետև բանջարն ու կարտոֆիլը գրեթե նույն ժամանակահատվածն է եփելու համար, նույն ժամանակն է պահանջում եփելը։ Ամենահամով ճաշերից մեկը։ Վերջում կարող ենք սոխառած պատրաստել, կարող ենք չպատրաստել, արդեն ըստ նախասիրության։ Ով սոխը գերադասում է կարա ավելացնի, ով չէ, միանգամից ձեթն ենք լցնում վրան։ Այդպես։ Ջուրն այնքան սառնավոր։ Դե մրղուզից է գալի, ընդեղ էլ ձյունը նստած է դեռ, կապ չունի, որ այստեղ շոք է։ Այս էլ կարտոֆիլս, այս կլեպնել կովերին։ Բանջարս մաքուր, 6 ջուր լվացել եմ։ Այնքան որ տակին տեսել եմ ջուրը պարզ, ոնց որ ծորակից է գալիս, այ այդ նույն ջուրն է։ Ես էլ կարտոֆիլս։ Մարդկա կարտոֆիլը շատ է գցում, բայց ես քաններ տանը, ես էլ պատվալ չգնացի։ Բանջարն էլ շատ չի վռազել եմ ճիշտն ասած, որ շատ քաղեի չէի հասցնի եփեմ։ Երեխեքս էս ասոված գալ դեն։ Ջուրն էլ համարյա թե տակ, սպասեմ եռանոր լցնեմ, որ մի անգամից եփվի։ Լավ չեմ կլպել հրեսին։ Պատրաստ է եւ կարտոֆիլը, եւ բանջարը, մնում է ջուրը եռա ու սկսենք մեր համով ճաշը պատրաստել է։ Ժողովուրդ, բա որ լցնում ենք ջրի մեջ առանց եփել արդեն, նույնիսկ առանց եփը գալ, այնքան անուշ հոտ անգնում տուն ու ոչ միայն տուն, տան տարածքը, որ իսկապես գարնան բույր է էլի։ Իմիջայլոց մոռացա ասեմ,
այս առաջի դուրս եկած բանջարները, որ արդեն մի քիչ երկարում են, այս տերևները հեռացնում ենք, մեր պապիկս էր շատ անում ու շատ մարդ կա, որ մինչև հիմա անում է։ Տերևները հեռացնում են, այդ մենակ պոչերը դնում են բռի մեջ, մի լավ աղեն լցնում, անեմ, կծում է ձեռներս, դե լավ անեմ։ Մինչև ջուրը եփելը ես ինձ գործի դրեցի։ Այ այսպես, սրանք հեռացնում ենք, թողում ենք այս մասը։ Իմիջայլոց ամենաշատ վիտամինները պարունակում է հենց այս մասերը։ Մի հատ էլ էտա կծիլնա, մի հատ լավ կարմիրը, ուրա, այսա։ Տերևները հեռացնում ենք։ Այս 3 հատը բոլա։ Դնում ենք բռի մեջ, ուրա աղս էլ բերեմ։ Այս էլ աղը։ Աղ ենք լցնում վրան։ Լցլիլով տրորում։ Չկծեց, բայց։ Ու այսպես տրորում։ Բայց մենք ասում ենք կլոլած բանջար։ Ընդհանուր իրան տրորում են, բայց մենք կլոլած ենք ասում, կլոլում ենք։ Այնքան տրորում ենք, որ իրանից ջուր է դուրս գալի։ Բայց այն ինչքան սիրինք։ Երևի մարդ կա մինչև հիմա սիրում է։ Ես էլ աղզոլ արի ոչ։ Դառնում է այ այսպիսի հոգնած բանջար։ Ու այսպես ուտում են։ Ալդեք շատ ամով է։ Աղը մի քիչ չատարի, բայց դե։ Բա ոնց չասեմ համովա, եթե համովա։ Ու շատ ավելի օգտակար, շատ ավելի վիտամիններով հարուստ այդ վիճակում է, որովհետև ինքը չենք խաշում, վիտամինները ընդհանրապես չի կորցնում, թարմ բանջար վերցնում ուտում ես։ Աղն էլ լցնում ենք նրա համար, որ ինքը աղից թուլանա, իր այդ սուր մասերը, որ գծում են, իր ուժը կորցնի ու այդպես համտեսենք։ Համտեսեցի, հիմա ջուրս եռում է, կարտոֆիլը լցնեմ։ Թողնում եմ այսպես մի 2 րոպե եփվի։ Սիրելի հետևորդներ, կարտոֆիլը լցնում եմ, թողնում եմ մի 2-3 րոպե ընդամենը եփվի ու ավելացնում եմ բանջարը։ Ճիշտն ասած, շատ ժամանակ միանգամից կարտոֆիլն ու բանջարն իրար հետ եմ լցնում, այդպես փորձեք, հիմա կասեք, չէ, պիտի կարտոֆիլը եփվի նոր բանջարը, կամ միգուցե մարդ կա սկզբից բանջարն է եփում նոր կարտոֆիլը, չգիտեմ, բայց երկուսն իրար հետ լցնելով նույն ձև եփվում է։ Այս անգամ էլ որոշեցի այսպես անեմ, կարտոֆիլը 2 րոպե եփվի, նոր բանջարը ավելացնեմ։ Էդ էլ բզարել եմ։ 3 չէ որ 5 րոպե արդեն եփում է կարտոֆիլը։ Ու քանի որ բանջարն էլ փոքր են, չեմ կտրատում, այս չափի բանջարները չեմ կտրատում։ Սրանից մեծերը որ քաղում ենք, մի քիչ հետո արդեն մեծանում են, լավ, գոնե մի անգամ մեջտեղից կիսում ենք։ Որպեսզի լավ կանաչ ապուր ստացվի, ճաշ ստացվի, պիտի եփը չկտրվի։ Որ վառարանին ենք եփում, դե ընթացքում փեչը թույլանում է, փետը բրցնում է մեջի, բերում ենք, փետ ենք գցում, եփը կտրվում է ու արդեն խնդրեմ։ Ուրա փետի շիրեփս։ Ու էլ ինչքան ուզում է հետո լավ եփես, լավ համեմես, միևնույն է, այդ համուհոտը չի ունենում։ Գույնը կորչում է, մքանում, սևանում է։ Իսկ այսպես, որ մի անգամից եփի ու եփը չկտրվի, կանաչ, սիրուն ապուր ենք ունենում։ Բույրը անմահական։ Փակում եմ կափարիչը, թողնում եմ այնքան եփվի, մինչև հասկանամ, որ եփվել է, նոր կհամեմ ենք։ Ես գնամ իմ ուրիշ գործերին, եփվի ու էլի կմիանամ ձեզ։
Ինձ թվում է արդեն եփել է։ Ժամանակ չեմ պահել։ Հա, կարտոֆիլը ջարդվում է արդեն։ Սուրային տապագիչը։ Սիրում եմ, որ տրորում ենք, ավելի համասեր զանգված է ստացվում ու ապուրն ավելի համեղ է լինում։ Այնքան սիրուն գույնով է եփել, ափսոս արեցի, մի քիչ քաղեցի։ Շատ լավն է։ Ինչ ենք լցնում, աղ, համեմունքներից աղ։ Աղս էլ բրցնում է, պիտի հիշեմ առնում։ Շատ չլցնեմ, ճաշս քիչ է։ Ու քանի որ երեխաներս սոխ այդքան էլ չեն սիրում ու բանջարի մեջ հաստատ կերևա, ես սոխ առած չեմ անում։ Մի հատ էլ խառնեմ։ Համով։ Կրակը անջատում եմ, մի հատ ես պես ձեզ ցույց եմ տալիս, որ տեսնեք ինչքան սիրուն կանաչ է եփվել, գույնը տեղը, ու մի ափսե եմ բերում լցնեմ ու համտեսեմ իհարկե։ Սիրելի հետևորդներ, մեզ մնում է մեր պատրաստած համեղությունը վայելենք, ասենք բարի ախորժակ, անմահական համեղ, մի կտոր էլ հաց բերեմ։ Սիրելի հետևորդներ, հիմնականում կանաչեղենը համտեսում են մածունով ու նաև սխտորով, կամ գոնե դրանցից մեկն ու մեկը պիտի լինի։ Հիմա ես այսօր կհամտեսեմ սխտորով, որովհետև մածուն պասպահողներին չի կարելի, ափսոս, բայց դե ինչ արած, ու ինչպես են, շատերն էսպես են ուտում, չէ, ոնց որ ասում են, թիքով, այսպես հացը թռչում են, մի քիչ էլ բանջարից հետը վերցնում, բա որ սխտոր մածուն լիներ, ինչքան համով կլիներ, այդ արդեն ասամատներդ հետը կուտիր պետք չի։ Ընտիր, անմահական, գարնան ամենահամով կերակուրներից մեկը։ Սիրելի հետևորդներ, կարծում եմ ձեզ դուր եկավ հոլովակս, ես ամեն ինչ անում եմ, որ ձեզ դուր գա, հետո նկարահանումից հետո երբ նայում եմ, ասում եմ, ստեղ պտի ես ինչ չասեի, ընդեղ պտի ես ինչն ասեի, բայց հավատացեք, այդքան էլ հեշտ չի մի անգամից տեսախցիկը միացնել ու տեսախցիկի առաջ խոսել, կիսվել, պատմել, բացատրել, շատերի մոտ, շատերն սկի չեն ուզում տեսախցիկով Երևան, հեշտ չի ամեն ինչ իդեալական անել, այնպես որ եթե ինչ որ թերի կողմեր մնացին հոլովակում, շատ խիստ չդատեք, ոչինչ։ Իսկ հիմա ինձ մնում է ձեզ հրաժեշտ տամ նոր հանդիպման ակնկալիքով։ Սիրելի հետևորդներ, չենք մոռանում բաժանորդագրվել իմ ալիքին, լայքել հոլովակներս, գրել մեկնաբանություններ, չենք մոռանում բաժանորդագրվել կարոտի թևին ալիքին, քույրիկիս ալիքն է իմիջայլոց դա, ես եմ այնտեղ խոսում, բայց քույրիկիս ալիքն է, որովհետև մոնտաժն ինքն է անում, այդ պատմություններն ու հիշողություններն ինքն է գրում եւ իհարկե չենք մոռանում բաժանորդագրվել как живется в Շամշադինե ալիքին, Հրաչիս ալիքին, այսպես 3 ալիքով առաջ ենք գնում հոպտված։
Բոլորիս մաղթում եմ բարձր տրամադրություն, այսօրվա նման տաքուկ, գունավոր, լավ օր ու մնացեք բարով, հաջողություն։ Ես էլ մի հնար անեմ այս պենջերը։ Ինչքան համով